Համաձայն եք Փաշինյանի հետ, որ 63-ը բիզնես սկսելու համար լավ տարիք է։ Էս ձեզ, մեր պարոնը, քանի տարեկան է։ 73 տարեկան է, ինքը բիզնես է անում։ Այդ բաների մեջ չեմ։ Ոչ մեկ է համաձայն չեմ ընդհանրապես։ Որովհետև տենց է կյանքը ցույց տալիս։ Դուրը դառնում եք էլի։ Չեմ 63-ը չէ, 63-ը հեշտ լավ չի։ 63-ը արդեն թոշակ մարդիկ ստանան, թոշակով ապրեն։ Բիզնես պետք է շուտ սկսել։ Շատ, նենց համաձայն եմ, մի այլ կերպ։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ 63-ը 63-ը, չէ, ուշ է արդեն։ Շատ ուշ է։ Հնարավոր է, բայց երևի թե ուշ է։ Չէ։ Ես իվանել ես համաձայն չեմ, ոչ էլ Ղամազին խոսք հասկացնել է դժվար է։ Իսկ հնարավոր է 63-ում բիզնես սկսել։ Ձեզ համար դա լավ տարիք է բիզնես համար, ինչ եք կարծում։ Մարդ պետք է խելք ունենա, որ հարց լուծի։ Ուրիշ ոչ մի բան։ Չեմ իմանում այդ ինչ բիզնեսը, բայց Փաշինյանի հետ ամեն ինչ կարելի է վստահել, ամեն ինչ անել։ Փաշինյանն որ մեր երկիրը ոնց ասեմ, խելքի բերեց։ Ինչով է խելքի բերել։ Շատ բաներ կա, Ազիզ ջան։ Շատ բաներ կա, որ առաջընթաց կա։ Օրինակ կբերեք ինչ-որ օրինակ, որ ոլորտում, որ բնագավառում։ Կարամ ասեմ առաջնահերթ թոշակները, ինչ որոշ չափը բարձրացրել է, շատ լավ է, էլի օգուտ է, էլի լավ է։ Մնացածը չգիտեմ։ Ես ընտրում եմ Փաշինյանին։ Իհարկե։ Հա, իհարկե, համաձայն եմ։ Հնարավոր է տարիքում բիզնես սկսել։ Դե տարիքի տղամարդիկ ավելի փորձառու են։ Մի խոսքով։ Թե տղամարդիկ ընդհանրապես մարդիկ, փորձը կա էլի։ Հա, հնարավոր է։ Եթե տենց է տեսնում, մարդ կա, որ սկսում է այդ տարիքից։ Ձեզ համար դա լավ տարիք է բիզնես։ Ես արդեն ամեն տարիքի փորձեր արել եմ, արդեն իմ ժամանակի բիզնես արել եմ արդեն։ Չեմ կարող պատասխանել, բայց ինքը ընդհանրապես չգիտեմ ինչ ծրագրեր ամշակում ժողովրդի համար։ Ձեր կարծիքով 63-ը լավ տարիք է բիզնես սկսելու համար 63 տարեկանը։ Մարդիկ դեռ չեն կարողանում հասնել այդ տարիքին, ոնց կարող են սկսել։ Այդ խավը շատ խեղճ է։ Ինքը թող մտածի այն ժողովրդի մասին, որ ապագա ունեն իրանց առաջ, ոնց որ ինքն էր խոստանում ապագա կա։ Նա ոչինչ չի անում մեր համար։ Չգիտեմ, ավելի բան չունեմ ասելու։ Ես նայում եմ քաղաքը լրիվ տխուր է։ Ժողովրդի մեջ աշխուժություն չկա։ Ուղղակի ափսոսում եմ, որ մեր երկիրը պիտի մի օր կործանվի։